ինչպես է Փաշինյանը հաղորդակցվում այժմ հասարակության հետ։ Նախընտրական շրջան է, որը ընտրություններում հաղթելու որևէ շանս չունի։ Այս խոսույթով ընտրություն ուրեմն կան ուրիշ ինչ-որ միջոցներ։ Այն մենք այդ միջոցներից մեկից մասին խոսեցինք։ Այս խոսույթով մարդը ընտրություններից մի տարի առաջ ասում է դպրոց, սա մի օրվա խոսակցություն չէ, մենք ամփոփում ենք, դպրոց սարքել չգիտենք, ոչինչ չգիտենք, գիտելիքները քիչ է։ Այդ վարորդի թեման ինչ էր։ Վարորդը ես այնպեսին եմ, ինչպես ասենք այն վարորդը։ Դե հիմա, այսինքն դա էլ է շատ կարևոր բան, այսինքն այս դուք մեզնից լավ ղեկավարության արժանի չեք։ Նայեք, մենք վատն ենք, նույնիսկ ձեզնից լավն ենք։ Օրինակ կադրային սով է, այսինքն դուք ժողովուրդ նորմալ չունեք կրթված լավ մարդիկ, որ մեզ առաջարկեք, մենք ընդունենք գործերը լավ գնան։ Դուք եք մեղավոր։ Քայլիստի մոտ, ինչպես ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, քայլիստի մոտ միշտ մեղավոր է մնացյալ ամբողջ աշխարհը, տիեզերքը, պատմությունը, Տեր Աստված, բայց ոչ ինքը։ Բայց տվյալ դեպքում ժողովուրդը։ Դա ժողովուրդը առաջի թիրախտ է։ Այդ հիերարխիայով գնում կրթված չէ, տգետ է, կրթված չի, գիտելիք չունի, վատ է կռվել, հա, պատերազմի ժամանակ իրենք պարտել են, որովհետև հայ ժողովուրդը չի ուզել կռվել, վատ է կռվել, պարզվում է։ Ուրեմն վատ է աշխատում, գլուխ է պահում, այդ խազը ծույլ է, անընդհատ նվաստացնում եւ ձեզ մի բան ասեմ։ Ավտորիտար ռեժիմը իրեն կարող է թույլ տալ ժողովրդի հետ այդպես խոսել, բայց ռեժիմը, որը պետք է ընտրություններում մրցակցային նորից ստանա ժողովրդի քվե եւ այդ քվեից է կախված ինքը կշարունակի կառավարել թե ոչ, այդպես չի խոսում աշխարհի ոչ մի երկրում։ Դա անհնար է։ Դուք պատկերացրեք նույնիսկ Թրամփը, որը ում ասես չի կպնում, ում ասես չի վիրավորում, ինչպիսի խայտառակ հայտարարություններ ասես չի անում, բայց երբեք չի ասի, դե ամերիկյան ժողովուրդը էսել է, երբեք։ Նա ամերիկացի ժողովրդին եւ ԱՄՆ-ին երկրին դիֆիրանտներ է երկում, որովհետեւ բոլոր դեպքերում ընտրությունների խնդիր կա այդ երկրում։ Դա ժողովրդավարության առանձնահատկություններից մեկն է, նույնիսկ համոզված չեմ, որ դրական առանձնահատկություն է, բայց դա ժողովրդավարության առանձնահատկություններից մեկն է։ Այս խոսույթը, որ մեզնից ինչ եք ուզում, մեզ էլ է ձեզ շատ եւ այլն։ Այս Սերժ Սարգսյանը, եթե հիշում եք, վերջի 3-4 տարում մոտավորապես այդպես էլ խոսում էին։ Դա արդեն ճարահատության խոսք է, որ ցույց է տալիս, որ մտնում են փակուղի եւ բանն է ժողովրդական սիրո թեման զանգվածային սիրո կան մարդիկ էլի սիրում են իրենց համար մեկը միշտ փակ է։ Ինչու է Փաշինյանը իրեն փակուղիում համարում, ԿՊ-ն չեմ ասում, հենց Փաշինյանը, քանի որ Փաշինյանն է որոշումներ կայացնում, Փաշինյանն է բոլորին սովորեցնում եւ բոլոր վերջնական որոշումը իրենն է։ Ուրեմն պետք է սահմանափակել կամ նույնիսկ չեղարկել, որտեղ հնարավոր է սահմանափակել, որտեղ հնարավոր չեղարկել։ Այսպես ասենք, շփումները, բանակցությունները, ինչ որ ջանքերը այն երկրների նկատմամբ, որոնք առաջին հերթին ֆունկցիոնալ Հայաստանի Հանրապետություն անկախ ինքնիշխան երկրի գաղափարի հետ համաձայն չեն։ Համաձայն չեն։ Իրենց շահերից չի բխում դա կամ իրենք այդպես են համարում, չեն սիրում մեզ, կարևոր չի, համաձայն չեն։ Պետք է այն երկրների հետ, որոնք այդ գաղափարի հետ որևէ խնդիր չունեն եւ կարող են ազդել մեր անվտանգության, զարգացման, հայ աշխարհում տեղ գտնելու վրա, այդ երկրների հետ հարաբերությունները ակտիվացնել եւ այստեղ նույնիսկ Չինաստանին դե տեղ կա։ Պարտադիր չի ռազմավարական պայմանագիր կնքել, բայց ով է ասում, որ Չինաստանի հետ չի կարելի երկխոսել։ Հնդկաստանի հետ պետք է իհարկե երկխոսել ընդհանուր միջև ռազմավարական հարաբերությունների։ Եվրոպական միության եվրոինտեգրացիայի այդ օրենքը, որ ընդունեցին, դա պետք է այդ ճանապարհով գնալ։ Իսկ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան այս փուլում ըստ որում այստեղ լավ իմաստով թույլողակը Թուրքիան է։ Այնտեղ կամուկացի մեջ են, որովհետև Եվրոպայի հետ էլ խնդիրներ ունեն, Ամերիկայի հետ էլ ունեն, պետք է մտածել, Ադրբեջանն էլ չպետք է Ալիևի երազած Ադրբեջանը եթե լինի, Թուրքիան այստեղ տեղ չունի, պարզապես ինքը ամեն ինչի իրանով կլցնի։ Հա, ինչպես փորձում է դա անել Վրաստանում եւ այլն, հա, բոլոր ոլորտներում, տնտեսություն, քաղաքականություն, ռազմավարական։ Հա, այստեղ Թուրքիան թույլողակ է, բայց ինքն էլ է մտնում այդ ցուցակի մեջ։ Որ այդ երկրների հետ, որ չեմ ասում պետք է խզել այդ բառը, այդ հիմար բառը,
չբանակցել, չասել որ մենք խաղաղության կողմնակից ենք, իհարկե, անշուշտ։ Սահմանները պետք է բացեն, Թուրքիա ջան, բաց սահմանները, իհարկե պետք է բացել։ Ինչն է խանգարում քեզ որ բացես սահմանը։ Ադրբեջանն է խանգարում։ Հա, եւ բայց պետության ջանքերը այդ երկրների ուղղությամբ չպետք է գնան, Ռուսաստանի ուղղությամբ չպետք է գնան։ Որովհետեւ Ռուսաստանը չի ուզում լինի Հայաստանի Հանրապետություն։ Ռուսաստանը պատկերացնում է, որ այն կտրտած հաշմանդամ մի ոդկը մի ձեռքը փոկած Հայաստանը որ մնա այդ բոլոր էքսպերիմենտներից բաների կորիդորային եւ այլն կարելի է կցել ասեք օրինակ միութենական պետությանը գնա էլի բան որպես բան մարդուն տանում են ասենք բան չէ հաշմանդամներին եւ այլն հատուկ տեղեր են տանում որ ընտանիքը չի ուզում զբաղվել նրանցով այդտենց տանել մինչեւ մեկ մեր մահով կմեռնենք այս տարածաշրջանում իսկ շատ արագ կարող է լինել այդ դեպքում որովհետեւ պարզապես դեմոգրաֆիապես կմեռնենք հայ մարդ հարավային Կովկասում չի մնա ուրեմն այդտեղ ջանքեր թափել գնալ Մոսկվա ամբողջ օրը ոտքերը համբուրել Ալիևի եւ ասել որ մենակ խնդրում եմ էլի խաղաղության պայմանագիր ստորագրի Թուրքիային համոզել որպեսի բացի այն սահմանը որ ըստ բոլոր միջազգային կանոններին ամենը պետքա բացի դրա վրա ժամանակը պետք չի ծախսել հիմա մենք ունենք հարաբերությունները պետք է անընդհատ ռեժիմով պետք է գնան տեսեք ես արբուտքից չեմ սկսում որ էլ չասեն սրանք մի երկ ունեն Անդադ նույն երկն են երկում Հնդկաստան, Իրան, որը Հնդկաստան, որը պատերազմի առաջ է կանգնած, Իրան, որը պատերազմի առաջ է կանգնած, սեք օջախները։ Ուրիշ աշխարհը ես չուրեմ ձեր համար ինչպես կոս, էս է աշխարհը։ Բայց մենք ուզում ենք, չէ՞ որ էս ամեն չանցնի, մենք դեռ մնանք։ Եվրոպայի հետ է պետք, Միացյալ Նահանգների հետ միանշանակ, Բրիտանիայի եւ բրիտանական համագործակցության բոլոր երկրների առաջին հերթին ես Բրիտանիան չէի նշի, Կանադան, որի լիբերալ կուսակցության տեսակետը Հայաստանի հանդեպ համարյա ֆրանսիական տեսակետի նման է։ Ուրեմն մենք տեսեք ինչքան հնարավորություններ ունենք պայմանագրերի, համաձայնությունների, աջակցության, մեր կարգավիճակը ամրապնդելու, բայց մենք ընկել ենք 3-4 երկրների, որոնք չեն ուզում որ մենք լինենք, ամբողջ օրը իրենց ոտերի տակ ընկած, մուրում ենք որպեսի մեզ թողեն հանգիստ երբեք չեն թողնելու քանի դեռ չհամոզվեն որ դա անհնար է իսկ գուցե տերևի տակ նստած սպասում ենք մինչև այս փոթորիկները կանցնեն այսպես պահկված սպասում ենք դրա համար սպասողական քաղաքականություն է Եվրոպայում երբ որ պատերազմը եղավ երկրորդ համաշխարհային քանի պետություն կարողացավ իրեն թույլ տա չեզոքություն Ինչալց օկուպացված երկրների մեջ կային երկրներ, որոնք պատրաստվում էին չեզոք լինել այդ պատերազմում։ Հեչել ոչ Գերմանիայի դեմ էին ուզում կռվել, ոչ չէին ուզում։ Բայց ճանապարհին էին ընկել ձեռի հետ տարան, հա։ Այս Շվեդիան էր, Շվեյցարիան, Պորտուգալիան, որքան տարօրինակ չի, չնայած ռեժիմը շատերը համատում են ֆաշիզմի հետ, ֆաշիստական ռեժիմ էր, բայց քանի որ դարերով մեծ կախման մեջ են Բրիտանիայից եւ Բրիտանիան դարձել է իրենց պետականության երաշխավորողը Իսպանիայից առաջին հերթին իրենք չեզոքություն պահեցին, իրական չեզոքություն, որտեղ Իսպանիան ֆորմալ չեզոք էր, բայց փաստացի կռվում էր Գերմանիայի կողմից։ Վերջ։ Այն ինչ երկրներ կային, որ չեզոք կարողացան մնալ։ Ինչ է ուր էին այդ երկրները։ Բոլորը ոտատակ գնաց։ Ուզում եք ասեք, մենք չենք կարողանալ։ Մենք չունենք այդ ռեսուրսը։ Մենք չունենք այդ ռեսուրսը։ Չեզոք, գիտեք ինչ, դա չի կարելի կենացը դարձնել քաղաքականություն։ Կենացը ես սիրում եմ իմ տեսքից էլ երևի զգացվում է, որ ես լավ սեղան, լավ էսպես կամպանիա սիրող մարդ եմ։ Խնդիրը դա չի։ Բայց չի կարելի կենացը բերել քաղաքական դաշտ, որովհետև դա ուրիշ բան, դա մարդկանց գիտակցությունը հանգստացնելու, հաճելի ինչ որ բաներ, մարդկանց միջև մարդկային կապերը ամրապնդելու համար է։ Իսկ քաղաքականությունը ուրիշ բանի մասին։ Լավ կլիներ, որ Հայաստանը բոլորի հետ լավ լիներ։ Բոլորը կռվեին իրար մորթեին, բայց Հայաստանի վրա մի հատ նետ չթռներ, մի հատ նետո աղեղ չթռներ, չթռներ։ Իհարկե լավ կլիներ։ Բայց ինչպես լինի։ Գործերի նախարարության պետություն անունով պետություն չկա, կա Հայաստանի Հանրապետություն, կա կառավարող ուժ, կառավարող ուժը ունի քաղաքականություն, որը պարտավոր է իրականացնել արտաքին գործերի նախարարությունը։
Որովհետև շատ են առանձնացնում, ասում են արտաքին գործերի նախարարությունը շատ ակտիվ, շատ գրագետ է աշխատում։ Նայեք, կա ընդհանուր քաղաքականությունը ես ճիշտ համարել չեմ կարող եւ կարծես թե փորձում հիմնավորել թե ինչու է այդպես անհիմն մեղադրանքներ չեն։ Եվ ԱԳՆ-ն այդ գծի շարունակողն է, բայց քանի որ դա պետություն է եւ պետական կարևոր ինստիտուտ է արտաքին գործերի նախարարությունը, ինչպես ոստիկանությունը, ինչպես դու ոչ միշտ պետք է գնահատես ընդհանուր քաղաքականության տեսակետից։ Օրինակ, X երկրում հյուպատոսը Հայաստանի Հանրապետության լավ է աշխատում, մարդիկ գոհ են, ժամանակին իրենց դիմումները ընդունվում են, իրենց հանդեպ բարեհամբույր են, մի քանտիր է լինում, իրենց պաշտպանում են։ Ես այդպիսի դեպքերի մասին լսում եմ, նաև իմ ընկերներից, բարեկամներից եւ այլն։ Իսկ կա երկրներ, որ միմիայն բողոք է եւ միմիայն եւ ասել, որ կարևորը դա կարևոր չի, կարևորը որ Հայաստանի Հանրապետության ընդհանրապես չեք կարող ԱԳՆ ինստիտուտ է, որը պետք է գործի։ Դա համար երբ որ դուք ասում եք ոնց է գնահատում, խառը կան դիվանագետներ, որ իրենց տեղում են, պրոֆեսիոնալներ, կան դիվանագետներ, որ իրենց տեղում չեն։ Բայց ընդհանուր առմամբ ԿՊ-ի քաղաքականության իրականացնողն է արտգործնախարարությունը եւ ինձ համար դա անընդունելի է, այդ գիծը անընդունելի է։